Հոլանդից նամակա ուղղել եվրոպական խոշոր երկրների դեսպանատներին, ՄԱԿ-ի, ԵՄ-ի գրասենյակներին ու այդ նամակը մեր ձեռքի տակ է, հիմա մենք կընթերցենք եւ ես ուզում եմ մի քիչ ուրախացնեմ մեր այս տխուր վիճակը։ Ուրեմն մեր երիտասարդ ակտիվ արցախուհիներից մեկը, ով որ 3 այստեղ գիշերը 12-ին բոլորեց իր 20-ամյակը, խնդրում եմ Յանային ծափահարեք մի հատ։ Ուզում եմ հենց ինքն էլ կարդա այդ նամակը, ուզում եմ խոսափողը փոխանցեմ իրան, ինքը համառորեն չէր ուզում, բայց համոզված եմ, որ ինձ լավ է կարդալու։ Շնորհավոր։ Հաստատ լավ չեմ կարդալու ավելի, բայց կփորձեմ ու հնարավորինս արտահայտել են ամեն ինչը, ինչ ինքն է գրել, չգիտեմ ինչ էր ապրում, ինչ էմոցիաներով էր կարդում այս ամենը ու գրում, բայց հուսամ կկարողանամ փոխանցել։ Հարգելի տիկնակ եւ պարոնայք, հայտնում եմ ձեզ, որ ես ձերբակալվել եմ մարդու իրավունքների կոպիտ խախտմամբ, խոսքի ազատության եւ իմ քաղաքացիական դժգոհությունն արտահայտելու համար։ Խնդրում եմ քննարկել խախտված իրավունքներս ու համեմատել իմ հրապարակումները բաց տեղեկատվական տարածքում նմանատիպ հրապարակումների հետ։ Ես ստիպված եմ կապ հաստատել ձեզ հետ, քանի որ իմ ձերբակալման եւ նախնական կալանքի վայրում կալանքի տակ պահելու հետ կապված իրավիճակը զգալի ռիսկեր է պարունակում իմ կյանքի համար։ Մայիսի 18-ին Նիկոլ Փաշինյանի ընտրարշավից ինձ բերման ենթարկելուն զուգահեռ վարչապետն ուղիղ տեքստով հայտարարեց իր դժգոհությունը այն փաստի կապակցությամբ, որ ես կենդանի եմ մնացել եւ դեռևս չեմ լքել Հայաստանը։ Ավելին, նա հրապարակավ սպառնաց վարվել ինձ հետ այնպես, որ մարմնիս ամենամեծ մասը մնա ականջս։ Այսօր ես գրեթե 15 օր գտնվում եմ հացադուլում եւ հացադուլիս պատճառներից մեկն այն է, որ հայտնվել եմ իրեն ենթակա մարմնի վերահսկողության ներքո։ Ուստի հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանի հրավանգով այստեղ ինձ թունավորեն։ Հարկ է նշել, որ հնչեցված սպառնալիքներից հետո եւ նրա աջակիցների կողմից իմ դեմ ուժի կիրառման ֆիքսված է տարբեր լրատվամիջոցների տեսանյութերում եւ անվայել վերաբերմունքի արդյունքում նրանք վերցրել են իր հեռախոսը ու ջնջել են իր Facebook-յան էջը։ Ոչ մեկի նկատմամբ քրեական վարույթ չի նախաձեռնվել, ինչը եւս վկայում է իմ նկատմամբ քաղաքական բռնության մասին։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ ես որևէ կապ չունեմ Հայաստանի որևէ ազդեցիկ քաղաքական ուժի հետ։ Ըստ էության ես գործնականում ոչ մի աջակցություն չունեմ։ Ինձ արտաքին ուժերի, մասնավորապես Ռուսաստանի, գործակալ բնութագրելու ցանկացած փորձ անտեղի է։ Իմ հայացքներն արձանագրված են բազմաթիվ հոդվածներում, տեսանյութերում, մի շարք լրատվամիջոցներում ու կայքեջերում։ Ռուսաստանում ես հանդիսանում եմ persona non grata եւ իմ մուտքը սահմանափակված է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի անօրինականության դեմ իմ պայքարի պատճառով։ Ես արդարության վերականգնում իմ նկատմամբ կապում եմ հայ հանրության գիտակից մասի եւ արևմտյան ինստիտուտների հետ, որոնք հետաքրքրված են Հայաստանի ժողովրդավարությամբ։ Կանխավ շնորհակալ եմ։ Կապված իրազեկել ենք նրանց եւ ըստ արձագանքների ստացել ենք նույնպես դրական էմոցիաներ, բայց դրան զուգահեռ ստացել ենք նաև բացասական էմոցիաներ։ Այսօր ծանոթացել եմ մարդու, ում կերպարները տեսել ենք ինտերնետում, ջղային սարսափելի նողկալի կոմենտներ գրող fake կոչեցյալներ, ու թվում է, որ այս մարդիկ fake են ու իրանք խիզախություն ունեն միայն ինտերնետում դրա մասին գրելու։ Այսօր ծանոթացա այստեղ մի տենց կնոջ հետ, ով հայոյանքներ, անեծքներ սփռեց մեր հանդեպ, քաղբանտարկյալների հանդեպ, արցախցիների հանդեպ, այն նողկանքը, որ այսօր իշխանությունները սփռել են, ցավոք սրտի տարածվում է, ցավոք սրտի ամրանում է մարդկանց ուղեղում եւ սրտում, եւ կարծում եմ, եթե չկանխվի, մեծ աղտի պես տարածվելու է եւ տապալելու է մեր երկիրը։ Ուստի ուզում եմ ասել, ժողովուրդ ջան, սիրելիներս, արձագանքեք այս արդար պահանջին։ Արտուրը չի արել գեթ ոչ մի բան, որի համար կալանավորվել է։ Իդեպ, եթե ծանոթ եք իմ դեպքին, ես ինչ-որ թեթև մի քիչ ավելի ազատ խոսքի արտահայտման հետևանքով արժանացել եմ կրկին հետապնդման։ Հիմա նայելով Արտուրի հանդեպ վերաբերմունքին հասկանում եմ, որ այն ինչ որ ես եմ արել, կարծես թե գնում է դեպի ցմահ դատապարտման։ Ինձ դա վախեցնում է։ Մենք այսօր պետք է ազատ խոսք ունենանք եւ պետք է դրա համար պայքարենք։ Եվ մի հետաքրքիր բան եմ նկատել եւ ուզում եմ ասել, վերջերս ակցիա ենք ներկայացնել ազգային ժողովի
պատերազմը հետաքննող հանձնաժողովի վերաբերյալ։ Այնտեղ պարտապարտակվում են եւ կոծկվում են պատերազմի սկսվելուն ընթացքում եւ բոլոր աղետների մասին փաստերը։ Հազարավոր քրեական գործեր, որոնք հայտնաբերել է այդ հանձնաժողովը, այսօր չեն տալիս հանրությանը։ Եվ ինչ եմ ուզում ասել, մարդիկ, ովքեր հետաքրքրված են այդ պրոյեկտով, էլի փոքրականակ են եւ փաստում էին, իսկ ինչու մարդիկ չեն միանում մեզ։ Հիմա ես փաստում եմ, որ այն մարդիկ, ովքեր դժգոհում էին, որ կես փողոց այնտեղ իրենց չէին միանում քաղաքացիները, իրենք այսօր չեն միացել այս ակցիային։ Եվ այդ սարսափելի ախտը, որը մեր մեջ կա, իմ խնդիրն է, ես իմ խնդրով կխոսամ, նա ինձ չվերաբերվող խնդիր է, ես նրան չեմ աջակցի։ Մենք կլինենք պարակտված եւ մեզ կջարդեն եւ ռեժիմը կանի իր ուզածը, կհանձնեն ինչ որ հանձնում է, կտապալեն ինչ որ տապալում է եւ մեր երկիրը ոչ մի դեպքում շանս չի ունենա լինել այնպեսին, որոնց մենք ուզում ենք։ Ուզում եմ կոչ անել, ժողովուրդ ջան, ապրեք միմյանց դարդով, եղեք մարդասեր, եղեք հայրենասեր։ Մենք հայրենիք ենք կորցնում, ժողովուրդ ենք կորցնում, ազգի որակ ենք կորցնում։ Սա իմ այսօրվա կոչը։ Շնորհակալ եմ բոլորիդ։ Այսինքն այս իշխանությունները կտանքների են ենթարկում մարդուն, ապօրինի բանտարկել են քաղաքական հայացքների համար, կարծիք ունենալու համար, ազատ խոսքի համար եւ հետեւողականորեն չեն ազատում նրան, կալանք օգտագործում են որպես պատժի միջոց, ինչը արգելված է միջազգային բոլոր կոնվենցիաներով։ Իրականում ազատությունը բացարձակ արժեք է ու այսօր Արտուրի ազատությունը սահմանափակել են նրա ազատ խոսքի արտահայտման բերումով։ Եթե մենք այսօր չկանգնենք եւ չպայքարենք դրա դեմ, կապ չունի թե ինչ հիմնավորումներ են բերում գործող իշխանությունները, թե ինչով են արդարացնում իրենց ապօրինությունները արտաքին թշնամիով, Հայաստանի մեջ ներքաղաքական լարվածության եւ այլն, դա բացարձակ էական չի, եթե Հայաստանում ոտնահարվում մարդու իրավունքները։ Մի պետության մեջ, եթե մարդը չի կարողանալու արտահայտել իր կարծիքը, կապ չունի թեկուզ մի քիչ էլ բռիտ է ձևով։ Այդ վարքի համար, որի համար իրեն մեղադրում են, ընդհանրապես վարչական պատիժ է հասնում։ Եվ այն փաստը, որ հիմա նա գտնվում է բանտարկության մեջ, վկայում է նրա մասին, որ այս իշխանությունները չեն հանդուրժում ազատ խոսքը եւ արդար կարծիքը։ Ես կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր հիմա լսում են մեզ, նստելու նստացույցի Գեղամի հետ եւ պահանջում ենք, որպեսզի նախագահը միջնորդի եւ պատկան մարմինները վերանայեն Արտուրի խափանման միջոցը։ Այս պահանջի հետ կապված ես կարծում եմ ոչ մեկը խնդիր չունի։ Նույնիսկ սոցիալական ցանցում մոլի նիկոլականները, նրանք ովքեր պաշտպանում են այս ապօրինությունը, գտնում են, որ անհամաչափ է այն պատիժը, որ կիրառվում է այս պահին Արտուրի նկատմամբ։ Ուրեմն բոլոր նրանք, ովքեր ցանկանում են աջակցել այս շարժմանը, շարժում չի էլի սա այս բողոքին, կարող են ամեն օր վաղվանից սկսված ժամը 19:00-ից գալ նախագահի նստավայրի դիմաց իրենց աջակցությունը հայտնել կամ իրենց բողոքի ձայնը բարձրացնել։ Շնորհակալություն։ Խոսքի ազատությունը, մարդու ազատությունը, երկրի ազատությունը, պետության ազատությունը, Հայաստանը որպես ժողովրդավարական պետություն, հայկական, քաղաքացիական, ժողովրդավարական հասարակություն։ Ես գիտեմ, որ հայ ազգը ուրիշ ճանապարհ չունի։ Ի տարբերություն ուրիշ շատ ժողովուրդներին, որոնք կարող են լինել ավտորիտար, իր բնությունով, իրենց մշակույթով, մենք բելի ժառանգներ ենք, մենք ազատությունում ենք լինում եւ մարդուն ձերբակալում են խոսքի ազատության, խոսքի համար, դա ավելի խորքային պրոբլեմ է, քան թե քաղաքական, քաղաքացիական։ Եվ ես չեմ ուզում, որ հայկական պետությունը, հայկական իշխանությունները շարունակեն հետ սովետական Հայաստանի պատմությունը քաղաքական սպանություններով։
Եթե Արտուր Օսիպյանը մահանա, դա մահ չի լինելու սովածությունից, դա լինելու է քաղաքական սպանություն։ Ցավոք սրտի մեր պատմության մեջ մենք անցել ենք, մենք ունենք քաղաքական սպանությունների հերթ։ Սկսած Շահեն Միրանից, Արտուր Մկրտչյանից, Արցախից, Ազգալցյանից 2008 թվականը դա նորություն չի, բայց ես հույս ունեի, որ 2018 թվականից այդ գիծը կկտրվի եւ Հայաստանում չի լինելու երբեք քաղաքական սպանություններ։ Ես չեմ ուզում շարունակեմ պայքար ձեզ հետ միասին, որ թարգեմ կասեցնեն նման զարգացումը Հայաստանի համար։ Դրա համար ավելի խորքային է ցավոք սրտի, այն որ քիչ են հավաքում, դա ոչ մի բան չի նշանակում։ Այստեղ ոչ թե քանակի խնդրեմ է, բայց որակի խնդրեմ է։ Մենք իրավունք չունենք կորցնել, թողնել այդ որակը։ Մենք իրավունք չունենք հետ դառնալ նորից ավտորիտար, սովետական, գոլագային Հայաստան։ Փառքաստո շատերը ջահել են, չգիտեն դա ինչ երևույթ է եղել։ Դա իմ պատմությունն է անձնական։ Ես չեմ ուզում Հայաստանը շարունակի այդ ճանապարհը։ Ես ուզում եմ մենք փոխենք մեր ճանապարհը եւ այդ ճանապարհը ես ուզում եմ տեսած լինեմ Արտուրին։ Ողջ։ Ոչ թե որպես սիմվոլ։